Ես նախ շնորհակալ եմ, որ այս պատկառելի լուսարանում այս առիթով այս էլ ավելի պատկառելի բաների, այսպես ասած, մասնակիցների կողքին եմ հայտնվել, վստահաբար իմ հարազատ կուսակցությունից շատ ավելի արժանի մարդիկ կլինեին, որ կարող են պատմել շատ ավելի խորովի պատմություններ, որովհետև այնպես չի, որ Վահանը ձերն է, դուք շատ ճիշտ եք գրել, կներեք, ես չգիտեմ, հասկացա, որ նամակի տակի գրությունն է ձեր Վահանը, բայց իրականում Վահանը մենակ ձերը չէր, Վահանը նաև մերն էր, Վահանը այդ ժողովրդից էր, եւ սա ասում եմ ինձ վստահ եմ բոլոր կուսակցական ընկերների անունից, որոնք քիչ չեն ասում գալիճում։ Ես դեմ չէ լինի, եթե այդ ելույթի այդ հատվածը դնեի, Տերան ջան, շատ անկեղծ ասեմ, Վահանի խաբար չտակ, ինքը մի քիչ սխալվել է այդ ելույթում, խի։ Այդ ելույթում ասում է, որ արգամիջը չլներ, ձեզ դալաններում կծեծեին։ Արգամիջը վաղուց չկան հանրապետականում, դալաններում մենք չենք հայտնվել, մնացել ենք կրտիմություն, ինչևէ այդ մի փոքր պրոգնոզը ընկեր Վահանի մոտ չստացվեց, շատ մեծ ստավկա էր դերով իշ մարդկանց նրա հանրապետականից չաշխատեց, մենք ենք այստեղ։ Ոնց հարցին անդրադառնամ, Վահանի մրցակիցը լինելը քաղաքական մեծ պատիվ էր, շատ մեծ պատիվ էր, անգամ կարող եմ ասել, որ ես ինձ երբեմն երևակայում էր քաղաքական ընդդիմախոսը, որովհետև բնականաբար տարիքային կենսագրական առումով այդ արժանինքները չունեի, որպեսզի հավասարը հավասարի հետ ոտք գցեի, եւ նա էլ մի քիչ լուֆտ էր տալիս մեզ երիտասարդներից, անկախ քաղաքական պատկանելությունից, որովհետև երևի թե սիրում էր մեզ հետ շփվել, մեր ֆոնին էլ ավելի էր երիտասարդանում, ու էլ ավելի իմաստանում միաժամանակ։ Ընկեր Վահանի հետ կապված բազմաթիվ պատմություններ կան, ես այս մեկը շատ եմ պատմել, որովհետև իմ ու իր վերջին հանդիպումն էր Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետության դեսպանատանը, ինքը դեսպանն էր, արդեն վատառով չէր, իսկ ես որպես կրթության նախարար այց ունեի, ասեցի մի արի, նախապես հեռախոսով խոսել էի, ասի մի արի, ես կգամ քեզ կտեսնեմ, բայց ինքը եկավ, սրահից մուտք գործեց, ով որ եղել է դեսպանատանը, գիտի մուտքը մի քիչ հեռու է, ես իրեն տեսա, անկեղծ ասած, շատ էր փոխվել եւ չկարողացա զսպել արդյունքներս, իրան տեսա հեռվից, ինձ թվաց ինքը ինձ չի տեսել, ֆռացի դեպի պատշգամբ, որ փորձեմ չորացնել, որ նոր ֆռամ հետ, ասենց ընդեից ձայնը ամեն ինչ փոխվել էր բացի ձայնից եւ իր սերությունից մտքի, ասաց ֆռա հետ արա, ես եմ, նայվր ես, ինքը հասկացել էր, որ այդ հայացքի փախցնելու տակ ուրիշ բան կար, ցավ կար եւ բան կար, իսկ Վահանը սա պետք է երևի նույնպես ասել, որ պատիվ էր բերում նաև երկրին, որովհետև քիչ չեն քաղաքական գործիչները ժամանակին առավել ևս, որոնք ներքին քաղաքական անցուդարձում մակարդակ են ապահովում, որով